Կառավարությունը հավանություն տվեց 2026 թվականի պետական բյուջեի նախագծին, որը շուտով կներկայացնի ազգային ժողովի դատին։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց եկող տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, հարկային վարչահարության բարելավման ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով, այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 24 թվականի նկատմամբ։ Բյուջեի նախագծից բացի հաստատվեցին նաև մի շարք այլ տարեկան ծրագրեր։ Դրանց թվում էին Սևանա լճի էկոհամակարգի պահպանման եւ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագրերը։ Արդարադատության նախարարությունը շարունակում է ընդլայնել իրավաբանական անձանց առցանց գրանցման հնարավորությունները։ Եթե այսօր միայն անհատ ձեռնարկատերերն էին կարողանում գրանցվել առցանց, ազատվելով պետտուրքից, ապա շուտով այս հնարավորությունը հասանելի կլինի նաև բոլոր տեսակի ընկերությունների համար։ Առաջիկա 2 ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ կապահովենք, որպեսզի այլ կազմակերպարիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց գրանցումը ևս լինի on-line հարթակի միջոցով, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին է խոսքը, համատիրությունների մասին է խոսքը եւ նաեւ այլ կազմակերպարիրավական տեսք ունեցող անձանց մասին է խոսքը։ Մեկ այլ ռազմավարական ուղղություն, որը քննարկեց գործադիրը, կանաչ եւ կայուն տնտեսության անցումն է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ համապատասխան ռազմավարությունը պատրաստ է քննարկման։ Այս տարի արդեն էկոնոմիկայի նախարարություն ներկայացրեց եւ հաստատվել է կանաչ տաքսոնոմիան, իսկ ռազմավարությունը, կանաչ եւ կայուն տնտեսության ռազմավարությունը հուսով ենք, որ առաջիկա ամսվա ընթացքում կքննարկենք եւ կընդունենք, որովհետեւ դա եւս մեր կարծիքով պատրաստի քննարկման արժանի փաստաթուղթ է։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Գործընկերոջ միտքը շարունակեց ֆինանսների նախարարը, հավելելով, որ կմշակվի նաև շրջանաձև տնտեսության ներդրման հայեցակարգ։ Կառավարությունը կհաստատի կանաչ եւ կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը։ Բյուջեի նախագիծն ուղեկցող ծրագրերը առաջիկայում կհրապարակվեն եւ կներկայացվեն խորհրդարանական քննարկման։ Կառավարության հաստատած ռազմավարական փաստաթղթերը կմնան ընթացիկ տնտեսական եւ իրավական օրակարգի մաս։ Աննա Հարությունյան, Րիոփն մեդիա։